Բարի լույս սիրելի բարեկամներ, ողջունում ենք ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով Փառտիրոջ այսօրվա համար այս հրաշալի օրվա համար, որ Տերը մեզ նորից շնորհք արեց, որ ապրենք եւ տեսնենք մեր այս բարի լույսը, որ Աստված տալիս է մեզ։ Այսօր օրը երկուշաբթի է, շաբաթվա առաջին օրը եւ մենք սկսում ենք մեր ռադիո եթերը ուղիղ, այսօր ասեմ, որ Գրիգոր եղբայրը մեզ հետ չկարողացավ այսօր ներկա լինել, բայց քիչ հետո կմոտենա մեր Վազգեն եղբայրը եւ իր ողջունի խոսքը կասի եւ խնդրեցի Վազգեն եղբայրը, որ ինքը նյութը բերի, բայց մինչ որ կգա կմոտենա Վազգեն եղբայրը, որովհետեւ կներեք մեզ, որ մի քանի րոպե ուշ սկսեցինք, մի փոքր տեխնիկական, այսպես ասած, խնդիր ունենք, այսօր փորձել ենք նկարահանել մեր այս ռադիո եթերը, դրա համար մի փոքր խառնվել ենք իրար, Վազգեն եղբայրը խնդրեց, որ անպայման նկարանենք եւ սիրով իհարկե հրաշալի կլինի եւ ընդհանրապես ես նպատակ ունեմ, որ մեր ռադիո եթերները նկարահանվի, մի փոքր տեխնիկական խնդիր կա, դա պետքա լուծվի, այնպես որ երբ որ լուծվեց անպայման կնկարահանվի եւ մենք դա կգցենք YouTube-ի մեջ։ Իհարկե հիմա էլ գցում ենք YouTube-ի մեջ մեր ռադիո եթերները, ոչ ամեն անգամ, բայց փորձում ենք ամենալավագույնները, ուրեմն ստացված, այսպես ասած, լավագույն ստացված եթերը գցենք YouTube-ի մեջ։ Մինչ կմոտենա Վազգեն եղբայրը, ես մի երգ երգեմ, միասին երգենք ով Հիսուս ինձ մոտ արի երգը եւ կխնդրեմ, որ միանաք մեզ հետ սիրելի բարեկամներ եւ միասին ուղակի փափագենք Տիրոջը, ուղակի խնդրենք նրա ներկայությունը, խոստովանենք, որ առանց Հիսուսի կյանք չունենք։ Ով Հիսուս ինձ մոտ արի միշտ իմ առջևես քայլի արդեվի տակ ամեն ժամ իմ լավագույն բարեկամ որքան ծարավեմ ես քեզ ինչ անուշ է դեմքդ հեզ աղաչում եմ քեզ փրկիչ առաջնորդին ինձ ընդմիշտ որքան ծարավեմ ես քեզ ինչ անուշ է դեմքդ հեզ աղաչում եմ քեզ փրկիչ առաջնորդիր ինձ ընդմիշտ միայն քեզ եմ անվանում առաջնորդ ամեն բանում դիրի սրտիս լիովին խաչյալ Քրիստոս տենանգին որքան ծարավեմ ես քեզ ինչ անուշ է դեմքդ հեզ աղաչում եմ քեզ փրկիչ առաջնորդիր ինձ ընդմիշտ որքան ծարավեմ ես քեզ ինչ անուշ է դեմքդ հեզ աղաչում եմ քեզ փրկիչ առաջնորդիր ինձ ընդմիշտ սրտիս դուրը չեմ բանա ոչ ոքի էլ տեղ չկա
Միայն քոնել կայություն Ահա իմ վարձանկություն Որքան ծարավեմ ես քեզ Ինչ անուշ է դեմքդ հեզ Աղաչում եմ քեզ փրկիչ Առաջնորդիր ինձ ընդմիշտ Որքան ծարավեմ ես քեզ Ինչ անուշ է դեմքդ հեզ Աղաչում եմ քեզ փրկիչ Առաջնորդիր ինձ ընդմիշտ Տեր մենք շնորհակալ ենք քեզ այսօրվա համար Հիսուս եւ մեր կյանքի ընթացքը Տեր կարիք ունենք որ քո ներկայությունդ լինի Տեր եւ քո առաջնորդությունդ լինի մեր վրա Հիսուս կարողանանք հետևել քեզ կարողանանք լսել քո ձայնը Տեր Հիսուս կարողանանք քո ետևից գալ Տեր կարողանանք Տեր մեր ուշադրության կենտրոնում պահել քո ձայնը Տեր Հիսուս փառք ես Տեր կարողանանք չշեղվել Տեր օգնիր մեզ Հիսուս Տեր որ այս խավար աշխարհի մեջ քեզանով ապրենք Տեր դու մեր առաջնորդը դու մեր բարի հովիվը Տեր որ խոտավետ արոտերի մեջ ու հանդարտ ջրերի մոտ ես առաջնորդում ես Տեր խաղաղություն ես տալի մեր հոգում սեր ու ուրախություն Տեր Հիսուս փառք ես շնորհակալ ենք որ դու մեր բարի հովիվն ես Տեր փառք ես այսօր համար ես աղոթում եմ բոլոր քույր եղբայրներիս ովքեր միացել են մեզ օրհնի նրանց Տեր պատրաստիր բոլորիս միտքը ընդունելու քո խոսքը Տեր Հիսուս փառք ես բարեբեր հողի նման Տեր որ պատխաբեր լինենք քո առջև Տեր փառք ես փառավորվիր Հավիտյան ամեն ամեն Փառք Տիրոջը վերջապես Վազգեն ջան բարելու սիրելի ընկերներ բարեկամներ ուրախ եմ ողջունելու ձեզ ուրախ եմ մեր կարելի ասել տաղավարից ձեզ ողջունելու Arm Gospel ռադիոյի տաղավարից այս գեղեցիկ նորոգված տաղավարից ողջունելու ձեզ եւ բարի օր մաղթելու ես մեր ռադիո լսող բարեկամներին արդեն տեղեկացրեցի որ այսօր նկարահանում ենք մի փոքր այսպես խառնվեց իրար բայց ոչինչ լավ է շատ լավ է հրաշալի է այո իմիջայլոց Աբրահամ ես երգը շատ հարազատ է ինձ որքան երգում ես քանի անգամ մարդ երգում այս երգը անդադամետ հուշերն է մեջ տարտնանում եւ նորոգում է հոգի ջերմացնում է սիրտը շատ քաղցր երգ է եւ կարծում եմ մեր ռադիո ընկերների սիրելի երգերից մեկն է այս երգը որի մեջ իրոք աղոտ կա մղում կա դեպի Տերը ճիշտ ինձ հիշեցրեց մի պահ ինձ հետ տարավ դեպի 90-ականների սկիզբը ես ինքս էլ շատ սիրում եմ այս երգը իսկապես հատուկ քաղցրություն խոնարհություն հեզություն կա այս երգի մեջ այս երգը գրել է Սերգեյ Գևորգովը առաջին հիմնադիրը հոգեգանական եկեղեցու այո Փարտիրոջ իր համար ամեն ամեն Վազգեն ջան բարի ես եկել եղբայրը շատ ուրախացա որ ընդունեցիր հրավերը ամենայն սիրով շատ ավելի հաճախ կուզենք որ տեսնենք լսենք քեզ մեր ռադիո եթերով մեր Վազգեն եղբայրը ասեն որ առաջին անգամ չի բազմաթիվ անգամներ եղել է եւ մանավանդ երբ որ նյութա բերել խոսքից տիրոջ մտածելու խորհելու իսկապես շատ ասեմ շատ պատղաբեր է Վազգեն եղբայր եւ մեր ունկնդիրները քեզ շատ սիրում են ռադիո ունկնդիրները արդեն ճանաչված փոխադարձ է Փարտիրոջ նախ կներես արդեն նյութի վերնագիրը գրել է իր Facebook-ի մեջ իսկապես այն նյութն է որ երեք ես եկեղեցում երբ որ Աստված ասում է ոչ երբ որ Աստված ասում է ոչ արդեն ինչ որ բան զգում եմ դրա մեջ զորավոր բան մղում կա այս խոսքի մեջ որովհետև մենք մի սովոր ենք որ Աստված պետք է ասի այո մենք մի սովոր ենք որ Աստված պետք է համաձայնվի մեր աղոթների հետ եւ անսովոր է երբ որ Աստված հանկարծ ոչ է ասում մեզ անսովոր է երբ որ անգամ հակառակվում է ինչպես էս արձագանքում այդ ոչին այո ցավագին շատ սիրելի տեղերից մեկն է մեզ համար Երեմիա 33-ի 3-ը որ շատերն ասում են Աստծո հեռախոսահամարն է
որտեղ գրված է կանչիր ինձ եւ ես քեզ պատասխան կտամ եւ մեծամեծ բաներ քեզ կսովորեցնեմ, որ դու չգիտես։ Աստծո պատասխանը ստանալու համար նախ պետք է կանչել իրեն։ Բայց այսօր ուզում եմ սա հորդորել, որ միշտ չի, որ Աստծո պատասխանը այո է, եւ միշտ չի, որ ոչը պատասխան չի։ Ոչը նույնպես պատասխան է, որ Աստված պատասխանում է մեզ։ Եվ երեք մենք եկեղեցով ենք նայում մի քանի մեծամեծ մարդկանց կյանքը, երբ Աստված իրենց ոչ ասեց։ Եվ իհարկե Աստծո ոչը, երբ որ դա կտրական ոչ է, վերջնական ոչ է, այդ ոչը երբեք այո չի դառնա։ Այո։ Բայց կա մի ոչ, որը դառնում է այո։ Եվ այդ ոչը դեռ ոչն է։ Օրինակ Աբրահամին Աստված տարիներ ասում էր դեռ ոչ։ Իսահակի խոսքի։ Այո, կար մի դեռ բառ, մի թաքնված մի դեռ կար, որից Աբրահամը կարճում էր, որ գալու է մի օր, այս դեռի մեջ հույս կար, որ Աստված ասում էր դեռ ոչ, այսինքն մի օր կգա, որ դու կունենաս։ Եվ Աստծո դեռ ոչը խոսում է նրա մասին, որ դու դեռ պատրաստ չես դրան։ Դու պետք է աճես, դու պետք է հասունանաս այդ օրվա համար։ Այսինքն, երբ որ կա դեռ, այսինքն մի օր այո կլինի, բայց դեռ դու մի ընդունի նրան որպես վերջնական ոչ։ Իհարկե, Աստված կարծես ակնարկով է խոսում, որ օր կգա այդ ոչը կարող է դա վերափոխվել այոյի։ Եվ այդ դեռը մեզ ստիպում է, որ մենք սպասենք այդ օրվան։ Աբրահամը տարիներ սպասեց այդ օրվան, որ այդ ոչը այոյի վերափոխվի։ Հովսեփը, երբ որ հայտնվեց բանտում, ես կարծում եմ, եթե մենք Հովսեփի տեղը մեզ պատկերացնենք, հաստատ Հովսեփը աղոթք էր անում, որ Աստված իրեն շուտապույտ հանի այդտեղից, որովհետև անարդարացի էր հայտնվել բանտում։ Եթե տեսնենք իր վերաբերմունքը մվանտռվակապետի հետ եւ իր հայցը, փափագը, որ ինձ հիշի փարավոնի առաջ, սա ինձ խոսում է նրա ցանկության մասին, որ նա ուզում է ժամ առաջ դուրս գալ բանտից։ Եվ կարծում եմ, եթե նա իրոք աղոթած լիներ, որ Աստված ինձ հանիր, Աստված ինձ հանիր, Աստծո պատասխանը այսպես պիտի հնչեր Հովսեփի համար. դեռ ոչ Հովսեփ, դեռ դրա ժամանակը չի, բայց կգա դրա ժամանակը։ Նույնը մենք տեսնում ենք Դանիելի կյանքում, երբ որ աղոթք արեց եւ իր աղոթքի հետևանքով պետք է գուբում հայտնվեր առյուծների, ես լինեի Դանիելի տեղի եւ կարծում եմ Դանիելը սխալված չէր լինի, եթե աղոթեր, որ Աստված ինձ ազատիր այս գուբից, թող գուբի մեջ չհայտնվեմ։ Եվ նույնպես Աստծո պատասխանը այդ դեռ ոչի պես պիտի հնչեր իր համար, բայց արդյունքը եղավ ավելի հրաշալի մի բան։ Եվ այսպես շարունակ մենք կարող ենք նաև մեր կյանքի մեջ տեսնել, որ Աստված այս դեռ ոչով մեզ երկայնամտություն է սովորեցնում, համբերատարություն է սովորեցնում եւ իր ժամանակները փնտրել է սովորեցնում։ Մենք երեք նայում ենք, որ առակած գրքի մեջ գրված է, որ Աստված ամեն բան իր նշանակության համար ստեղծեց։ Այսինքն անգամ մեր օրհնությունը, որ նա արարում էր, նա ճիշտ ժամանակի համար նշանակեց, որ մենք ունենանք ճիշտ ժամանակին, որովհետև եթե մենք ժամանակից առաջ ունենանք մեր օրհնությունները, այդ օրհնությունները կամ մեզ կփչացնեն, կամ իրան կփչանան։ Ես հենց հիմա մի հատ խոսք հիշեցի Ավետարանից, որ ասում է. խոնարհվեք նրա հզոր բազուկի տակ եւ նա հարմար ժամանակին ձեզ կբարձրացնի։ Շատ հզոր խոսք է։ Հրաշալի խոսք է եւ ոմանք ուզում են ժամանակից շուտ բարձրանալ եւ արդյունքը միշտ լինում է կործանումը, խորտակումը, ավերումը, անհաջողությունները եւ այստեղ է իսկական փորձությունը, որ իսկապես դու երկայնամիտ կգտնվես արդյոք, որոշում կկայացնես, մի քիչ էլ սпасել։ Ես սիրում եմ ասել, որ մեր ամենաբարդ ընտրությունը ոչ թե նրա մեջ է, որ մենք երբ որ կանգնում ենք լավի եւ վատի մեջտեղում, այլ այն է, երբ որ մենք կանգնում ենք լավագույնի եւ լավի մեջտեղում եւ լավը հիմա է, լավագույնը մի քիչ հետո է։ Այստեղ է, որ մենք սխալներ ենք գործում մեր անհամբերության պատճառով։ Հայտնության մեջ է կա, չէ՞, քանի անգամ Տերը շեշտում է, որ ով որ միջև վերջը համբերի, միջև վերջը համբերի։ Այսինքն համբերելը իր հերթին լավ բան է, բայց միջև վերջ համբերելը ավելի լավ բան է։ Իսկապես։ Հենց քո ասացի։ Այո։ Եվ բացի այս դեռ ոչից, Աստված նաև ունի ոչ, որը երբեք այո չի դառնա։ Օրինակ Աստված մեղքին ոչ է ասում, եւ դա երբեք այո չի դառնա, Աստված փողզիջման այդ հարցում չի գնա։ Նա ճշմարտության հարցում փողզիջման չի գնա։ Մի փորձիր համոզել ասում։ Այո։
Եվ իսկապես Երեմիայի մեջ մի գեղեցիկ տեղ ենք տեսնում, որտեղ Երեմիան կռիվ է տալիս Աստծո հետ, եւ Աստված իրեն փորձում է համոզել ծառայության համար, ինքն էլ հակառակն է համոզում, ասում է, քանի անգամ բերանս բացում են, վատ բաներ են մարգարեանում, այսինքն բացասական բաներ, եւ մարդիկ ինձ հալածում են դրա համար, եւ վերջում ասում է Երեմիան, ասում է, դու ինձանից ավելի ուժեղ գտնվեցիր եւ ինձ համոզեցիր, հաղթեցիր այս, հաղթեցիր ինձ, այո, եւ այնպես որ կարծում եմ ժամանակի զուր վատում է փորձենք Աստծուն համոզեն մի բանում, որտեղ ինքը արդեն ոչ է ասել դրան։ Վազգեն ջան, ոչինչ որ ես ընդհատում եմ քեզ կներես եւ չէ, կատակ ենք իհարկե համեցիր ապրած։ Գիտես, պայքարի մի տեսակ կա Աստծո հետ, որ իր դուրը գալիս է էտի, հա։ Միանշանակ։ Երբ որ քո անկեղծությունից ոչ թե փնտրում ես քո ես, այսինքն ոչ թե էգոիզմ կա, եսակենտրոնական ամբիցիաներ, հա, էլի, այլ ինչ որ նախանձավորություն, ինչ որ փափակ, հասկանալու սրբությունը, դեպի օրհնությունը, ինչը մենք տեսնում ենք Հակոբի կյանքում կար։ Ճիշտ։ Եվ Հակոբ իր համառությամբ կարծես թե համոզեց Աստծուն, սխալներ եղավ, չէ, ինչ որ շեղումներ եղավ, բայց արդարացվեց, ոչ թե արդարացվեց, այլ նպատակը երբ որ ճիշտ էր, որովհետև իր ներսում փափակ կար դեպի աստվածային ապրամ։ Ինքը չէր հաշտվում իր ճակատագրի հետ, չէր հաշտվում նրա հետ, որ ինքը երկրորդ պետք է լինի եւ ժառանգորդ չլինի Աստծո օրհնությունը։ Այս անհաշտ վիճակը իրան բերեց օրհնության։ Հա։ Երբ որ ինքը չհաշտվեց հանգամանքների հետ։ Բայց խոսքը այստեղ վերաբերում է աստվածային կարգին, աստվածային սրբությանը, որ մենք այստեղ մարտարավեր չենք կարող նետել Աստծուն եւ չենք կարող փոխել նրա որոշումները։ Եվ Հիսուսն էլ քաջալերեց, որ ձեր այոն այո լինի եւ ոչը ոչ, ինչու, որովհետեւ հենց Աստծո այոն երբեք ոչ չի դառնա եւ ոչը երբեք այո չի դառնա։ Այո։ Մի հետարքիր պատմություն ենք տեսնում հենց Պողոս առաքյալի կյանքից, 2 Կորինթացիների թղթի մեջ իր փորձառությունից է կիսվում, որ մինչև այսօր շատ աստվածաբանների համար հարցական էր, դա ինչ էր։ Նա գրում է մի չարի հրեշտակի մասին, մի ցավի մասին, որ կրում էր իր մարմնի մեջ, եւ կիսվում է, ասում է, 3 անգամ ես աղաչեցի Տիրոջը, որ այդ ցավը ինձանից հեռացնի։ Բայց Աստծո վերաբերմունքը կարծես տեսնում ենք, որ Աստված կարծես ոչ ասեր նրան։ Եվ ուղղորդեր Պողոսին դեպի շնորհքը աստվածային։ Եվ մեր կյանքում էլ կան հանգամանքներ, իրավիճակներ, որ իսկապես մենք չենք կարող փոխել դրանք։ Պարզապես մենք պետք է հաշտվենք Աստծո հետ եւ փափագենք դեպի նրա շնորհքը։ Բայց առաջի բանը ես ցանկանում եմ սրանով քաջալերել, որ Աստծո ոչը բխում է նրա ամենագիտությունից։ Շատ բաներ կան, որ մեզ համար շատ լավ են թվում, բարի են թվում, որ դե ինչ է Աստծուն խանգարում, որ ինձ այդ բանը տա, չէ՞։ Իրանց ոչինչ չեմ խլում ես, պարզապես մի հատ sense ակնթարթ եւ ես դա կունենամ, Աստված ինչու դա ինձ չես տալիս։ Որովհետև մենք կարճատես ենք, իսկ Աստված հեռատես է, Աստված ամենագետ է։ Երբ որ ասենք հավատքին ենք, նայում, ոնց որ խնդիր չկա հավատքի հետ կապված։ Հավատում եմ, կարա անի։ Հա, բայց դա դեռ բավարար չի, որովհետև Աստված կարա ոչ ասի դրան։ Իհարկե դրան տարբեր պատճառներ կարող են լինել։ Հակոբոս օրինակ խոսում է սխալ շարժառիթի մասին, ասում է դուք չունեք, որովհետև աղոթում եք, որովհետև ուզում եք ունենալ, որ չարաշահեք, ձեր նպատակների համար ծառայեցնեք, դրա համար Աստված երբեք ձեզ չի տա։ Իհարկե Աստված նայում է նաև մեր շարժառիթներին։ Կարելի է ասել, որ դա նման է, որ երեխայի, որ դանակ է վերցրել իր ձեռքը, որ չի կարելի, այսինքն ծնողը գիտակցում է, որ դա իրան վնաս կտա։ Այո։ Դրա համար արգելում է։ Հենց երեք այդ օրինակը եկեղեցում բերեցի, որ ես իմ տղան շատ եմ սիրում, եւ եթե հանկարծ նա մի օր գա այս տարիքի մեջ իհարկե եւ ասի մեքենայի բանալիները խնդրում եմ տուր, ես ուզում եմ մեքենա վարել, ես իրան չեմ տա։ Իմ ոչը բխում է իմ սիրուց։ Ճիշտ։ Եվ ոչ թե այս կետը էսա։ Այո։ Ես ոչ թե դրանով իրեն եմ մերժում, ոչ թե հակադարձում եմ այն առումով, որ ես քեզ չեմ սիրում, այլ պարզապես ես քեզ այնքան եմ սիրում, որ հիմա մեքենայի բանալիները քեզ չեմ տա։ Սա կարծես դեռ ոչ է։ Դեռ ոչ է։ Այո, որ դեռ քեզ պետք է աճել, դեռ պետք է հասունանալ, դեռ պետք է վարորդական իրավունք
վաստակել, որ դու հասնես այդ օրհնություններին, որտեղ օրհնությանը հասնելու օրինական ճանապարհ կա։ Եթե մենք փորձենք զարտուղի ճանապարհներով հասնել, ապա իրոք վթարի կենթարկվենք եւ մեր ճակատագիրը կխորտակենք դրան։ Ուրեմն, երբ որ Աստված մեզ ոչ է ասում, դա չի խոսում նրա մասին, որ նա մեզ մերժում է։ Նա պարզապես հարմար չի գտնում, որտեղ խնդիրը սրանում է, որ երբեմն մերժում ենք անցալում։ Այո, մենք ենք սխալ անցալում, այո, որ ոմանք սկսում են վրդովել, չակերտավոր անգամ վիրավորվել, եւ ինձ համար շատ ցավալի է լսել այսպիսի արտահայտություններ, որ ասում են ես Աստծուց վիրավորված եմ, կամ քարոզիչներ, ովքեր ասում են ների Աստծուն։ Ես իսկապես սարսափահար եմ լինում եւ նման աղոթքներից եւ նման քարոզներից, որ ների Աստծուն։ Ոնց կարատես բալինի։ Իսկապես ես ուզում եմ սրանով քաջալերել սիրելի ունկնդիրներ, որ Աստված ամենագետ է։ Նա տեսնում է մեր ապագան, նա տեսնում է մեր հեռանկարը, մի բան, որը մենք չենք տեսնում։ Եվ նա տեսնում է, որ այն ինչ որ մենք խնդրում ենք, եթե մենք դա ունենանք, մեզ ուր կտանի դա։ Այո։ Հետևաբար իսկապես հաշտվենք նրա հետ եւ ընդունենք նրա ամենագիտությունը, որ Տեր, դու գիտես, ինչի համար ես դա չունեմ, ինչու ես չեմ հասնում դրան եւ ես քեզ հետ դրա համար հաշտ եմ։ Սա իսկապես օրհնություն է այս միտքը։ Հաջորդը, որ ուզում եմ քաջալերել սրանով, որ երբ որ Աստված մեզ ոչ է ասում, ոչ թե նրա համար, որ պարզապես չի ուզում դա մեզ տալ, պարզապես նա ուզում է ավելի լավ բան մեզ տալ։ Նա ավելի լավ ծրագիր ունի մեզ համար։ Օրինակ Եսայա 55:8-ում ասում է ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն, ձեր խորհուրդները իմ խորհուրդները չեն, եւ այստեղ խորհուրդներ ու ճանապարհները հոգնակի թվով է Աստված ասում, այսինքն ես խորհուրդներ ունեմ ձեզ համար եւ ես բազում ճանապարհներ ունեմ ձեզ համար։ Հետևաբար, եթե Աստված մի բանից քեզ զրկում է, սա չի նշանակում, որ իրոք քեզ զրկում է։ Սա նշանակում է, որ նա ուզում է քեզ ավելի լավ, գերազանց օրհնության տեր դարձնել։ Ամեն, ամեն, ամեն։ Գուցե հիմա մենք լավն ենք ուզում, բայց Աստված լավագույնն է ուզում մեզ համար։ Եվ այդ լավը մեզ բավարարման կբերի, որ մենք չգնանք դեպի լավագույնը։ Ես մի օրինակ բերեմ, քո ասացի, թորնիկիս հետ մտա խանութ, ուրեմն այդ Kinder շոկոլադներից էին դրած էր տարբեր տեսակ եւ կար որակովը, կար անվորակը։ Անվորակը մեծ էր ավելի, որակովը փոքր։ Հիմա ինքը ձերքը գցում է այդ մեծին, ես չեմ ուզում այդ անվորակը առնել, ուզում եմ լավ, բայց տենաս լացը գցել ամբողջ ասում երբեմն իսկապես հենց դա այդպես է լինում։ Մենք որպես հավատացյալներ նման օրն ենք ընկնում։ Ճիշտ։ Մեր ձեռքը գցելով անվորակի, որը արտակնապես շատ գեղեցիկ գույներ ունի, փայլփլուն ծածկ ունի, բայց Աստված բովանդակությանն է նայում։ Աստված տեսնում է, որ այդ փայլփլացող առերևույթ իրականությունը մեզ կարող է թունավորել։ Երբեմն Աստված ստիպված, գիտես, ոչ թե ստիպված, այլ թույլ է տալիս, որ մեր ուզածով լինի, եւ երբ որ մենք հասկանում ենք, որ դա այն չէ, ինչ որ մենք կարծում ենք։ Ինչ որ դաս է դառնում մեզ համար, դաս է դառնում, ճիշտ է։ Եբրայեցիների 11:30-րդ խոսքում հետարքիր մի հատված ենք տեսնում, որտեղ ասում է թվարկելով Նոյի անունը, Աբելը, Գեդեոնը, մյուս հավատքերոսները, ասում են սրանք տեսան, բայց չհասան խոստմունքին, որովհետև Աստված ավելի գերազանց բան էր պատրաստել եւ շարունակում է ասում է, որ առանց մեզ այդ գերազանց բանը չկատարվի։ Այսինքն երբեմն Աստված հետաձգում է, երբեմն Աստված մեզ հեռացնում է որոշ անգամ ճակերտավոր խոստումներից, որ Տեր, բա դու խոստացել ես, բան չի լինում։ Այո, ճիշտ։ Որովհետև ինչու չի լինում, որովհետև Աստված ավելի գերազանց բան է մեզ համար պատրաստել։ Այսինքն, երբ որ չի լինում խոստումը, խնդիր ունենք մենք, ոչ թե Աստված։ Մենք պիտի հետևենք, թե որտեղ այդ խնդիրը որտեղ է ծագել։ Ինչն է պատճառը։ Այո։ Եվ երբեմն դա կարող է մեղքի պատճառով լինի անգամ, երբեմն սխալ շարժառիթի պատճառով, բայց ամեն դեպքում ես ինքը շատ ուրախ եմ, որ Աստված մեր
բոլոր աղոթներին չի որ պատասխանում, որովհետև մենք մեր սահմանափակ կաղապարված մտածելակերպով այնքան փոքր ոչնչություններ ենք խնդրում նրանից, որ նրա ողորմությամբ նա դա չի տալիս մեզ, որ ավելի գերազանց օրհնությունների տեր դարձնի։ Միանշանակ, ամեն։ Եվ իրոք փառք իրեն, որ նա մեր բոլոր աղոթներին չի պատասխանում եւ մեզ չի սահմանափակում։ Եվ երբեմն անգամ չպատասխանելով մեր ներսում ինչ որ բաներ է փոխում, մեր ներսում ձգտում է առաջացնում դեպի ավելի գերազանց օրհնությունների, որ մենք չսահմանափակվենք փոքրով։ Հաջորդ բանը, որ այս ոչի պատգամով ցանկանում եմ քաջալերել, որ երբեմն երբ որ Աստված մեզ ոչ է ասում, նա այդ ոչի միջոցով մեր ներսում բնավորություն է կերտում։ Ճիշտ։ Ես նկատել եմ իմ հովվական ծառայության մեջ էլ Աբրահամ, որ հատկապես այն երեխաները, որոնք իրանց ծնողների բերանից երբեք ոչ չեն լսել, իրանք դառնում են էգոցենտրիկ, այսինքն եսակենտրոն, իրանք դառնում են հիստերիկ անձնավորություններ, իրանք կյանքից ուզում են լավագույնը միշտ քաղեն, որպեսզի իրանց սեփական եսակենտրոն փափագները հագեցնեն, եւ եթե հանկարծ մի օր ծնողը որոշի ոչ ասել նրան, ես ինքս իմ աչքերով տեսել եմ, թե այդ երեխաների հետ ինչա կատարվում, սարսափելի, վախենալի իրականություն է, եւ ծնողները այդ այոյով փչացնում են իրանց երեխաներին, բնավորությունն են փչացնում, որտեվ այսպես թե այնպես նրանք մի օր հանդիպելու են ոչի, անպայման, եւ դա իրանց համար աշխարհի ոչին, կյանքի ոչին, սա է պատճառներից մեկը, որ շատ-շատերը դիմում են ինքնասպանության։ Օրինակ, մի հատ աղջիկա ոչի պատճառով, ես ինքս իմ շրջապատից գիտեմ այդպիսի մեկին, որ մի աղջիկա մերժվածության պատճառով ցավոք սրտի ինքը իրան կամուրջից ցած նետեց եւ իր կյանքին վերջ դրեց։ Ընդամենը մի ոչի պատճառով, որովհետեւ ինքը սովոր չէր, որ մարդիկ իրեն ոչ ասեին։ Եվ Տերն էլ այս ճանապարհներով մեզ պարզապես կերտում է, մեր բնավորությունը առաջացնում, որովհետև եթե նա մեզ ոչ է ասում, մենք մեզ այլ ոչինչ չի մնում, եթե ոչ խոնարհվենք նրա առաջ։ Օրինակ, երբ որ նայում ես դու Երեմիայից օրինակ բերեցի Երեմիայի կյանքին, նա իսկապես Աստծո գործակիցն էր, կարելի է այսպես ասել, չէ՞, մտերիմ, բայց ինչ դաժան տարապանքներով անցավ եւ Աստված թույլ տվեց, մենք երբեմն մտածում ես, լավ, Աստված կներեք, էլի կոպիտ աստված, խիղճ չուներ, որ այդ մարդուն չթողեց անգամ ամուսնանա, այդքան տանջանքներով անցավ, կամ օրինակ Դավիթը, Աստծո սրտի համեմատ մարդ, բայց ինչ ճանապարհներով տղան իր դեմ ելավ։ Տեսեք, նույն Դավիթի կյանքում ինչ տեղի ունեցավ, երբ որ իր սիրելի կնոջից սիրելի զավակը ծնվեց Բերսաբեից։ Եվ Դավիթը մտավ իրան ասին, որ հիվանդ է ծնված, եւ մահամերձ է, Դավիթը մտավ ծոմերի մեջ, աղոթների մեջ, քուրձու մոխիր, չէ, բայց դա ոչինչ չփոխեց։ Երբ որ Աստված ոչ ասեց, այդ ոչը այո չդարձավ։ Անգամ ծոմերով Դավիթը, որ թարգմանվում է սիրելի, հաճելի Աստծո, Աստված խոստովանեց, որ իմ սրտի համեմատ այս մարդը անգամ իր սիմպաթիայով չկարողացավ փոխել Աստծո ոչը այոյի։ Ես հիմա զգում եմ այդ Տիրոջ շունչը, Տիրոջ ներկայությունը, կարծես այս բանը Տիրոջ սրտից է խոսում մեզ հետ։ Որտեղ մենք իսկապես պետք է այդ էգոիզմից ազատվենք Աբրահամ, եւ եթե հավատացյալը հայր մեր աղոթքն է անում, Մատթեոս 6:10-ում ասվում է, թող քո կամքը լինի ինչպես երկնքում այնպես երկրի վրա։ Արի ու տես, երբեմն մեզ բռնացնում են, որ պարզապես ձևական խոսքեր ենք ասում, որովհետեւ մենք պատրաստ չենք ասում։ Իսկ Աստծո կամքը կարող է խաչվել մեր կամքի հետ եւ հակադարձել անգամ մեր ցանկասիրություններին։ Այսինքն այսօրվա հիմնական խորհուրդը Վազգեն ջան, ես այսպես ընկալեցի, որ մենք պետքա պատրաստ լինենք ընդունելու Աստծո ոչը։ Այո, ընդունելու։ Այո, եւ այս ոչի մեջ շատ հետաքրքիր երևույթներ կան Աբրահամ։ Աստված ոչ թե պարզապես այսպես շփում է մեր երեսին այդ ոչը, այլ այդ ոչի միջոցով բնավորություն է կերտում։ Միանշանակ ես հավատում եմ։ Օրինակ, ես կարող եմ հիշատակել քանանացի կամ փյունիկեցի կնոջ պատմությունը, ով հեռու տեղից եկավ Հիսուսի մոտ։ Բարի նպատակով եկավ։ Աղջիկը չարաչար դիվահարվում էր։ Չուներ անձնական որևէ եսասիրական հետաքրքրություն, բացի իր աղջկա բժշկությունը,
բայց տեսնում ենք, որ Հիսուսը առնվազն 3 անգամ մերժեց այս կնոջը։ Առաջին անգամ մերժեց լռությամբ, երկրորդ անգամ պարզապես աշակերտների միջոցով խոսած, նորից մերժեց, արհամարական, երրորդ անգամ շուն անվանեց նրան, անդադ այս կինը ոչի հետ էր առերեսվում։ Բայց գիտեք, նաև մի գաղտնիք ենք այստեղ բացահայտում։ Աստծո ոչը, եթե ցանկանում ենք, որ այոյի փոխվի, սա փագագծերի մեջ կարող ենք ասել խոնարհությամբ, միանշանակ, ալելույա։ Մի բան կա, որ այդ ոչը կարա փոխի այոյի, դա մեր խոնարհությունն է, դա մեր կոտրվածությունն է, միանշանակ։ դա մեր այոն է։ Այստեղ մենք տեսնում ենք մի գաղտնիք է բացահայտվում, երբ որ Աստծո ոչը հանդիպում է մեր այոյին, այսինքն մենք համաձայնվում ենք այդ ոչի հետ, մեր այոն կարող է այդ ոչը վերափոխել։ Միանշանակ։ Որովհետև ինչ ասաց այդ կինը, երբ որ Հիսուսն իրան շուն անվանեց, նա հակադարձեց այդ անպատվության հետևյալ կերպն, ասեց այո Տեր։ Համաձայն եմ։ Այսինքն ես համաձայն եմ քեզ հետ, ես հաշտ եմ քեզ հետ։ Երբ որ Տերը մեզ մեղավոր է ասում, մենք պետք է պարզապես ասենք այո Տեր, ես չեմ արդարանում։ Չասես Տեր Հիսուս, ես ներում եմ քեզ այդ խոսքի տակ։ Նա համաձայնվեց եւ այդ այո Տերը ճեղքում բերեց այդ կնոջ կյանքի մեջ եւ անգամ Հիսուսի ներսում որոշումներ փոխեց։ Եվ ինչ ասեց Հիսուսը, ասեց ով կին իրականում, երբ որքանով որ ես եմ հիշում, ավետարաններում ընդամենը Հիսուսը մեկտեղ նման խոստովանություն արեց, նման բարձր արտահայտություն արեց եւ դա իր մոր հանդեպ էր, երբ որ Կանայի հարսանիքում Մարիամին հենց այսպես դիմեց, ով կին։ Եւ երկրորդ դիմելաձևը նա ասաց այս կնոջը։ Այսինքն դու շուն չես, քեզ ով նման բան ասես, դու պատվավոր մի կին ես, գնա քո հավատքը քեզ բժշկեց։ Ուրեմն մեր հավատքը եւ մեր խոնարհությունը եւ մեր երկրպագությունն է, որ կարող է ոչը երբեմն, ես նորից եմ ասում, ճակերտների մեջ վերափոխել այոյի մեր կյանքում։ Երբ որ մենք Աստծո հետ հաշտ ենք լինում, երբ որ մենք չենք վիրավորվում, եւ գիտեք իրական այս ոչը կարող է նաեւ մարկանց միջոցով հնչել, կարող է ծառայողների միջոցով հնչել։ Մենք ուշադիր լինենք եւ չանարգենք Աստծո գործելակերպը մեր կյանքի մեջ, որովհետեւ դա իրոք մեր ներսում բնավորություն է փոխում։ Ամեն։ Եվ գիտես ոչը մի տեսակ գիտես ինչ եմ զգում, ոչը թրձում է, այո, ոչը ամրացնում է, ողնաշարը ամբողջ ոսկորային համակարգը դա ամրացնում, դու հավասարակշռությունը սթափեցնում, կարողանում ես պաշտպանել։ Գիտես որքան որ ես կարամ ես բան ասեմ, որքան որ մենք սպասում ենք, ակնկալում ենք Տիրոջից այո, կրկնակի պետք է ակնկալենք ոչը։ Այս եթե կրկնակի չէ գոնե այդքան պետք է ակնկալենք ոչը Տիրոջից։ Այո, համաձայնվենք, որովհետև գիտես նրա կամքը բարի, այսինքն ոչը իր կամքի դրսևորումն է։ Իսկ նրա կամքը բարի է, հաճելի է եւ կատարյալ։ Անկամ ոչի մեջ մենք պետք է հավատանք, որ սե հայրական գութ կա։ Ես Աբրահամ ջան, ինձ թվում է Աստծո ոչը մեզ փնտրտուքների մեջ պետք է տանի։ Ճիշտ։ Ինչու ոչ։ Սա էլ այո, ինչու Աստված ինձ ոչ ասեց։ Այո։ Օրինակի համար Ես համաձայն եմ քո հետ։ Սաղմոս 66:18-ում Սաղմոս 2-ն ասում է, եթե իմ սրտում անօրինություն լիներ, Աստված իմ աղոթքը չէր պատասխանի։ Այսինքն այդ ոչը կարող է լինել մեր կյանքում եղած մեղքի հետևանք, որ պարզապես Աստված ասում է քո մեղքի պատճառով ես քեզ չեմ կարող այո ասել։ Իսկ Աստված մեղավորների համար որևէ խոստում չունի բացի դժոխքից, որևէ օրհնության խոստում չունի։ Դրա համար եթե ուզում ենք որ ոչ այո դառնա, մենք պետք է մեղքը հեռացնենք մեր կյանքից։ Ճիշտ է։ Աստված իր օրհնությունը մեղավորի ձեռքը չի հանձնի։ Հետո ոչը Տիրոջ մեզ ստիպում է, որ մենք հասունանանք։ Ոչ թե մենակ մեր սխալները հասկանանք, այլ հասունանանք։ Ուրեմն դեռ չենք հասունացել։ Դեռ ոչն է արդեն։ Այո, դեռ չենք հասունացել։ Մենք կարիք ունենք հասունանալու։ Այո, որովհետև եթե օրհնությունը գա մեր ձեռքերի մեջ եւ մենք անհաս լինենք, այո, ողբերգություն կլինի մեզ հետ։ Ես մի հետարքիր կետել եմ գրել, որ երբեմն նա
եթե Աստված մեզ այո ասի, այդ այոն կարող է կործանել մեր կյանքը։ Եվ ոչը երբեմն փրկում է մեզ։ Եվ այստեղ տեղին է հիշել մի իրական պատմություն քույրերից մեկի, ով պետք է ամուսնանար արտասահման եւ նա օր-օրի սպասում էր իր փեսացուին, որ օթանավով պետք է գար։ Պսակի օրն է նշանակված, հանդիսավոր, ամեն բան սահմանված, որոշված էր։ Եվ հանկարծ լուր ենք ստանում, որ պարզապես փեսան չի կարողացել տոմս գնել, օթանավի տոմս գնել, որովհետև տոմսերը վաճառված են եղել, եւ որոշակի հիասթափություններ բոլորս ապրեցինք, որ ինչու այդպես եղավ, ինչու Աստված թույլ տվեց, կարծես ներքին մի իմբոստություն էր բարձրանում, Աստված ախր ամեն բան սահմանված էր, ինչու։ Եվ դառնություն, չգիտեմ, այլայլվածություն, երբ որ այդ օրը եկավ, որ եւ գուցե եւ հարսնացուները ասել, ես աղոթում եմ, որ Աստված հրաշք կանի, տոմս ճարվի, Տեր ջան, խնդրում եմ մի բան արա, բայց Աստված ոչ էր ասում։ Երբ որ օրը եկավ, որ այդ օրվա օթանավը պետք է գար Հայաստան, շատերը կհիշեն Թեհրան, Երևան օթանավի ողբերգական պատմությունը, ընկնում է եւ կործանվում է եւ բոլորը մահանում են։ Ահա այդ ժամանակ մենք հասկացանք, թե ինչու Աստված մեզ ոչ ասաց։ Եվ նրանք, ովքեր որ ըմբոստանում էին եւ վրթովում էին, որ ինչու Աստված թույլ տվեց իր սա իրոք ամոթահար մնացին, որտեղ էլ ասելիք մենք չունենք։ Եվ փառք Տիրոջ իր ողորմության համար, որ նա այո չասեց մեր աղոթքներին։ Որտեղ եթե այո ասեր, ողբերգություն տեղի կունենար։ Ուրեմն Աստծո ոչը կարող է փրկել նաեւ մեր կյանքը։ Ես ուղղակի գիտես հիացած եմ Տիրոջ զորության, աստվածության վրա, որ 7 միլիարդ մարդ կա աշխարհի վրա եւ Աստված գիտի ում ասի այո, ում ասի ոչ եւ պահպանի այդ ներդաշնակությունը։ Իսկապես խենթանալու բան է։ Օրինակ հենց նոր մտքովս գիտես ինչ ասա։ Օրինակ գյուղացին խնդրում է Տեր անձրև տուր։ Քաղաքացին խնդրում է Տեր թողեսոն անձրև չգա։ Հիմա ո՞ր մեկի կամքը կատարի, չէ՞։ Այստեղ կարող ենք ասել, գիտեք, մենք շատ կարճ ենք մտածում, բայց Աստված, Աստծո այոն երբեմն կամ ոչը երբեմն այո չի դառնա, որովհետև Աստված արդեն ինչ-որ մեկին այո է ասել։ Դու ուշացար։ Պատկերացրեք, ես հատկապես այս օրերին, երբ որ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն է, ես օրինակ բերեցի օրինակ Պորտուգալիան Խորվաթիայի դեմ է մրցում եւ պորտուգալացիներն աղոթում են Աստված մեզ հաղթանակ տուր, ողորմիր մեզ եւ Խորվաթիայի հավաքականն էլ աղոթում է եւ երկրպագուները որ չէ Աստված մեր կողմը եղի։ Իհարկե լավագույն տարբերակը ոչ ոքին է։ Այդ դեպքում չէ։ Սա ուղղակի խաղից մի օրինակ, բայց կյանքը խաղ չէ։ Եվ երբեմն մենք ուղղակի աղոթում ենք որ Աստված մեզ այո ասի, այն դեպքում, երբ որ պարզապես ինչ-որ մեկին արդեն ասել։ Եվ կարող է Տիրոջ այոն, երբ որ անգամ եթե քեզ այո ասի, ոչ թե միայն քեզ վնասի, դիմացինիդ ինչ-որ խնդիր առաջացնի, իր այոն։ Դրա համար այնքան ինքը կարողանում այդ ներդաշնակությունը, այսը գիտես, երբ որ դու հասկանում ես Տիրոջը, սիրտը, ու հասկանում ես, ընկալում ես նրա այոն ու ոչը, նաև տեսնում ես Աստծո հզոր գործելակերպը, ներդաշնակությունը, հա, ճշգրիտ 100% ճշգրիտ հաշվարկները։ Դրա համար միանգամից, երբ որ այդ մտածելակերպը միանգամից ես համաձայն, ուրեմն ճիշտ է դեր, եթե ասել ես ոչ, փառք ես։ Իրականում պարապ զբաղմունք է Աստծո հետ վիճելը։ Ճիշտ։ Հոբի կյանքից մենք դա տեսանք, համոզվեցինք, երբ որ Աստված ասեց դե գոտիդ կապի արի իմ առաջ տղամարդ։ Բայց գիտես ինչ, ես քեզ մի բան, ես հաճույքով կվիճեմ Տիրոջ հետ այն նպատակի համար, որ Տերը ինձ խոսա ու հոբի նման ինձ, հա, ցույց տա իր մեծությունը, ես պատրաստ եմ վիճել։ Միայն այդ դեպքում, թե չէ, ուրիշ դեպքերում չի կարելի։ Միանշանակ։ Մեկ ուրիշ բան որ ցանկանում եմ ասել, ինչու Աստծո ոչը այո չի դառնա, որովհետև բաներ կան, որ դեռ աշխարհի արարումից առաջ Աստված դա սահմանել է որպես ոչ։ Եվ դա չի վերափոխվի այոյի։ Եվ մենք պարզապես պետք է հաշտվենք դրա հետ եւ ընդունենք այդ իրականությունը, որ պարզապես ոչ,
Օրինակ արդեն նշեցին, որ Աստված մեղքին ոչ է ասում, անօրինությանը ոչ է ասում, եւ ժամանակակից հումանիզմը, մարդասիրությունը որքան էլ փորձի աստվածաբանությունը վերափոխել եւ խմբագրել, միևնույն է Աստծո մոտ վերաբերմունքը չի փոխվի։ Ճիշտ։ Մեղքի հանդեպ Աստծո վերաբերմունքը երբեք չի փոխվի։ Կամ օրինակ մեկ ուրիշ բան, կամ բաներ, որ անդառնալի ուղակի գնացել են մեր կյանքից եւ եթե որքան է փորձենք նորից դա այո չի դառնա։ Օրինակ մի պատմություն ես երեք պատմեցի մի փայտագործի մասին, որ հովիվը իրեն խնդրում է ամերիկյան եկեղեցու, խնդրում է, ասում է մենք տուփեր ենք պատրաստելու Չինաստանի համար, նվերներ ենք դնելու մանուկների համար, խնդրում ենք մեզ փայտից տուփեր պատրաստի եւ այս մարդը տաղձագործը պատրաստում է եւ հետո նայում է, որ իր ակնոցները չկան, կորցրել է։ Սկսում է աղոթել, Տեր ջան, թող իմ ակնոցները գտնվեն, խնդրում եմ թող չկորի, ինձ հիշացա թե որտեղ եմ դրել, մեկ էլ հիշում է, որ ակնոցները դրել է տուփի մեջ եւ անդառնալի գնացել է։ Եվ հիմա որքան էլ աղոթես, դու ակնոցները չես գտնի։ Անցնում են ամիսներ, եւ այդ եկեղեցու հովիվը, Չինաստանի եկեղեցու հովիվը որոշում է վերադառնալ Միացյալ Նահանգներ եւ այդ եկեղեցուն նվերների համար շնորհակալություն հայտնել։ Եվ ինչ է պատմում, ասում է, մենք շատ օրհնված ենք ձեր նվերների համար, շատ շնորհակալություն եմ հայտնում, բայց հատկապես մի նվերի համար։ Ասում է Չինաստանի ոստիկանությունը, երբ որ եկավ ինձ տարավ հարցաքննելու, ես կարճատես մարդ եմ եւ իմ ակնոցները արգրավեցին, որպեսզի ես Աստվածաշունչ չկարդամ եւ չքարոզեմ, որ չտեսնեմ այդ տառերը։ Եվ ասում է արգելեցին նաեւ այդ քաղաքի դեղատներին ինձ ակնոց վաճառել եւ ասում է ես այդպես ամիսներ շարունակ առանց ակնոցի եմ մնացել եւ որքան ասում է օրհնված էի ես երբ որ հանկարծ այդ տուփերից մեկում մանկական խաղալիքների կողքին մի ակնոց գտնվեց եւ ասում է կպատմեմ ձեզ որ երբ որ դրեցի աչքերից դա իդեալական իմ աչքերին հարմար ակնոցներ էին Գիտեք, հովիվ այդ եկեղեցու շատ էր հուզված եւ զարմացած, որովհետեւ ոչ ոք ակնոց չէր դրել տուփերի մեջ։ Եվ բայց մեկը կար որ հպվեց եւ հուզված էր այդ վկայությունից եւ դա այդ փայտագործն էր, որ պարզապես կորցրել էր իր ակնոցները եւ որքան էլ աղոթեր, որ Աստված հետ բերեր, անդառնալի էր գնացել, բայց մենք պետք է հիշենք երբեմն մեր կորուստը ինչ որ մեկի ձեռքբերումն է դառնում։ Եվ պետք չի աղոթել, որ անպայման Աստված վերադարձնի մեզ, կվերադարձնի ուրիշ ձևով։ Այս անգամ եթե աղոթենք վերադարձնելու, մենք պետք է համաձայն լինենք մեր ներսը, գուցե եւ չվերադառնա։ Այո։ Չէ՞։ Իսկապես։ Եվ ուզում եմ պարզապես հենց սրանով քաջալերել, որ սիրելիներ, երբ որ Աստված մեզ ոչ է ասում, մի ընդունեք դա որպես անձնական մերժում։ Ամեն։ Աստված երբեմն ոչով ոչ թե մեզ մերժում է, այլ մեզ ուղղորդում է։ Ամեն։ Ոչ թե մեզ պարզապես մեր երեսին շփում է դա, որ ոչ ու ոչ, այլ պարզապես ասում է ոչ, բայց այս բանում այո ես ունեմ քեզ։ Այո եմ պատրաստել քեզ համար։ Եթե մի քիչ շեղվես քո այդ եսակենտրոնությունից, եթե մի քիչ շեղվես քո այդ փափակներից, մի քանի մետր այն կողմ ես քեզ համար մեծ օրհնություն եմ պատրաստել, պարզապես աչքերդ բաց արա եւ տես այդ իրականությունը։ Ամեն։ Գիտես, այս թեման շատ լայն թեմա է, անվերջանալի կարելի է զրուցել, այնքան բանա ոնց է ժամանակակից, ասես պահանջված թեմա է։ Ես կարծում եմ դեֆիցիտ թեմա է։ Դեֆիցիտ թեմա է։ Մենք մի սիրում ենք, բեմերից լսենք, որ Աստված քեզ համար խոստումներ ունի, լավ բաներ ունի պատրաստած, ձերի ամեն բան շնորհվում է մեզ։ Եվ մենք խափուսիկ ինչ-որ ինքներս մեզ դու մի հատ լավ բան ասացիր, ասիր ինքներս մեզ չխափենք։ Այո։ Գիտես, երբեմն մենք սիրում ենք, երբ որ ինքներս մեզ խափում ենք եւ ոչ թե իրական նայում ենք այդ վիճակներին, այլ փորձում ենք ինչ որ կրոնական քող գցել ինչ որ բաների վրա ու տենց ուղակի անտեսել Բայց սա մի բան է, որ դրան չի կարելի, այսինքն Աստծո ոչը պետքա ընդունվի, պետքա եթե կարիք կա ապաշխարվի, եթե հարգվի, ուրեմն դեռ հասուն չենք,
չէ, նաև դրա մասին խոսացինք, պետք է հասուն, այսինքն Աստծո ոճը ստիպում է մեզ, որ մենք աշխատենք ինքներս մեզ վրա։ Եվ մեր բնավորությունը փոխվենք, այո։ Որտեվ իրական Աբրահամ ջան, Աստված ավելի շատ հետաքրքրված է ոչ թե մեր այոյի պատասխանով, որ ինչ որ խնդրել ենք շուտ մեզ տա, այլ հետաքրքրված է, որ այդ տվածը, այն ինչ որ պիտի տա, արդյոք մեր ներսում մի բան կփոխի, արդյոք մեր բնավորությունը կփոխի, որովհետև անգամ Աստծո պարգևներն են ժամանակավոր։ Ասում են լեզուները կլռեն, մարգարեությունները կխափանվեն, բայց սերն է մնայունը։ Իսկ սերը միաժամանակ համ պարգև է, համ պտուղ է։ Ուրեմն Աստված հետաքրքրված է մեր բնավորության, որովհետև մեր բնավորությունն է որոշում, թե մենք հավիտենությունը որտեղ ենք անցկացնել։ Ես մի փոքր խիստ բան ասեմ, Աստծո սերը ձևավորվում է մեր մեջ Աստծո ոչի, ավելի շատ Աստծո ոչի միջոցով, քան Աստծո այոյի միջոցով։ Իսկապես ես համաձայն եմ քեզ հետ Աբրահամ։ Եթե խորապես նայենք, ոչն էլ է սիրո խոստովանություն, որ ես քեզ այնքան շատ եմ սիրում, որ դա քեզ չեմ տա։ Միանշան։ Այսինքն, երբ որ Աստված այո է ասում, ուրեմն մի քանի անգամ ոչ է ասել, որ իր այոն դարձել է։ Դες գիտես, հետաքրքիր է, որ խորանում զգում ես դրա կարևորությունը իսկապես։ Ամեն դեպքում մեր դիրքը Աստծո հանդեպ, Աբրահամ ջան, ամեն ժամանակ, ամեն իրավիճակներում իմ խորհուրդը կտամ մեր ունկնդիրներին է, որ սա պետք է լինի այո։ Այսինքն մեր բառը, մեր խոստովանությունը Աստծո նկատմամբ սա պետք է լինի այո, Տեր։ Մերը ոչ չպիտի լինի։ Մերը պետք է լինի այո։ Այո եւ ամեն։ Խոնարհություն է։ Մենք շատ ենք սիրում բարձրագույն բաներին այո եւ ամեն ասելը, բայց երբ որ հարցը վերաբերում է մեր անձնական խոնարհությանը, երբ որ հարցը վերաբերում է մեր ապաշխարությանը, մեր փոխվելուն, արդյոք պատրաստ ենք այդտեղ ասել Տիրոջը այո եւ ամեն Տեր, ես համաձայն եմ քեզ հետ։ Ամեն։ Անկամ մի բան է, որ իրոք դիֆիցիտ է։ Անկամ ցավալի կորուստների ժամանակ, այո, ողբերգական կորուստների ժամանակ հոգներ, որ ասած Տերը տվեց, Տերը տարավ, օրհնյալ է նրա անունը։ Կինը բանը, որ մոտեցավ, ասեց մեղադրականով, էլի, անիծի Աստծուն մերի, գնա հերիքա տանջվես, ասես դու անմիտ կնոջպես ես մտածում։ Հա, այսինքն միտք չունեցող, էլի, հետաքրքիր է։ Եվ այս խոստովանությունը իրոք ոսկե խոսք են Աբրահամ։ Տերը տվեց, Տերը տարավ, օրհնյալ լինի նրա անունը։ Չի ասում անմիտ, ասում անզգամ։ Ահա։ Այդ խոսքն, այդ բառները։ Վազգեն ջան, չգիտեմ, ես նենց կուզեի շարունակենք, իսկապես շատ կարևոր, ես ասեմ շատ կարևոր թեմա է սա։ Եվ էսի հենց այդ թեման է, որ մենք ոչ թե երբեմն պիտի հիշենք, այլ ամեն օր, ամեն վայրկյան մեր աչքի դեմը պետք է լինի, մեր ճակատից կախված պետք է լինի, այսպես ասած։ Գիտես ինչու ամեն օր, որովհետև սա հայր մեր աղոթքի անբաժան մասն է, հայր մեր աղոթքը մեր ամեն օրվա աղոթքն է։ Ճիշտ։ Այսինքն թող քո կամքը լինի։ Իսկ մենք պատրաստ ենք արդյոք դրան, պատրաստ ենք զոհելու մեր կամքը, որ Աստծո կամքը լինի։ Դրա համար սա ամենօրյա իրականություն է, որի հետ պետք է համերեսվենք։ Ամեն որով բացի դա, նաև այս գործոնը կա։ Մենք ամեն օր որոշումների առջև ենք կանգնած։ Մենք ամեն օր գործողություններ ենք անում։ Մեր կամքը որոշումների շղթա է։ Այո։ Եվ իմիջիալոց մի հետարքի դրվագ էլ կա այստեղ, որ երբեմն հավատացյալները կարող են այնքան համառություն անել, որ չէ Տեր, հիմա եմ ուզում, հենց հիմա եմ ուզում, թող հենց հիմա լինի, ու կարծես թե Աստված երբեմն հնարավոր է իր ողորմության սահմաններից դուրս գալ եւ այդվյալը ասել կամ անել։ Դե եթե ուզում ես, վերցրա եւ գնա։ Եթե այդքան շատ ես ուզում, արքեզ այդ օրհնությունը կամ չգիտեմ աղոթքիդ պատասխանը եւ Աստված չանի, որ մենք այս իրականության մեջ ընկնենք, որովհետեւ մենք իսկապես դա մեզ կարող է կործանել եւ դա մեզ կարող է խորտակել։ Ես մարդկանց եմ տեսել, ովքեր մի շարժառիթ են ունեցել եկեղեցու մեջ մնալու համար, զուտ որ բժշկվեն։ Աստվածին բժշկիր ինձ, խնդրում եմ, անգամ իմ կյանքի մեջ, իմ շրջապատի մեջ մեկի համար կարող եմ վկայել, որ անդամալույց էր եւ չէր կարող քայլել, եւ իրանց սալյակով բերում էին եկեղեցի եւ տանում էին տարիներ շարունակ եւ ինքը ապաշխարում էր, նորոգվում էր դրա մեջ, բայց մի օր եկավ, երբ որ քարոզիչը ձեռքերը դրեց իր վրա, հրաշքով վեր կացավ եւ սկսեց քայլել։
Հաջորդ Կիրակի մենք այլևս իրան չտեսանք եկեղեցում, որովհետև երբ որ զանգեցի, ասի որտեղ ես, ասես ֆուտբոլ եմ խաղում։ Շատ բարի, այն մյուս Կիրակի որտեղ ես, Արշավ էի գնացել։ Այն մյուս Կիրակ եւ տարիներ ինքը հիմա արդեն չկա Աբրահամ։ Եվ ուզում ես հարց տաս։ Եվ շատ կան, շատ։ Ես պետք էր այդ բժշկությունը։ Երբ որ երկու ոտքով պիտի փախնեիր Աստծուց։ Աստված երբեմն ասում է, այդքան շատ ես ուզում, դե վերցրա եւ գնա։ Եվ իրոք մարդը վերցնում է, գողանում է Աստծուց եւ փախչում է Աստծուց։ Եվ սա նրա համար կորուստ է դառնում, երկու ոտքով փախչում է դեպի դժոխքը։ Եվ երբեմն մտածում ես, որ ավելի լավ էր Աստծոց ողորմություն աներ եւ այդ ժամանակ չտար դա, քան թե որ ժամանակից շուտ ինքը հասավ իր նպատակին եւ ուղակի կորավ Աստծոց, ուղակի փախավ Աստծոց։ Այս ամեն ինչը մեզ անհանգստանալու, սթափվելու տեղի կտալի եւ դասեր են մեզ համար ընդունելու Աստծո ոճը, սիրելու, դիտես հավանելու։ Դա լրիվ ուրիշ բան է։ Պարտիրոջը Վազգեն ջան, շնորհակալ եմ եղբայր, իսկապես Պարտիրոջը հզոր թեմա է եւ մնացածը թողնենք մեր ունկնդիրներին, որ մտածեն, որտեվ շատ մտածելու բան կա, առիթ ունենք մենք եւ Վազգեն ջան, կխնդրեի, որ քո աղոթքով եթե ասելու բան չունես, եղբայրս։ Մնում եմ միայն աղոթել։ Այո, մնում եմ աղոթել, շատ լավ ասված։ Սելի Տեր, մենք շնորհակալ ենք քեզանից քո խրատի եւ քո դաստիարակության եւ երբեմն էլ քո ծեծի համար, որովհետեւ ինքդ ասացիր, որ ում որ սիրում եմ, նրան խրատում եմ եւ ծեծում եմ։ Այո, Տեր։ Քո խրատն ու ծեծը անգամ քո սիրո խոստովանությունն է մեզ։ Ամեն Տեր, փառքես։ Եվ խոսում է այն մասին, որ դու մեր հանդեպ անտարբեր չես, որ դու չես ուզում, որ մենք կործանվենք։ Եվ այսօր մենք մեր սրտերը խորտակում եւ խոնարհեցնում ենք ոտքերիդ առաջ։ Ամեն Տեր։ Եվ քեզ միանշանակ այո ենք ասում, Տեր։ Համաձայն ենք քո ոչերի հետ, համաձայն ենք դեռ ոչի հետ։ Այո, Տեր։ Համաձայն ենք քո գործելակերպի հետ մեր կյանքում, Տեր։ Եվ խնդրում ենք քեզ, որ իսկապես մեզ ցույց տաս, մեր աչքերը բացես, որ մենք ամոթահար չլինենք քո առաջ։ Խնդրում ենք, որ ներես մեզ, որ շատ անգամ քո ոչի հետ կռիվ ենք տվել։ Այո, Տեր, այո։ Շատ անգամ հակառակվել ենք քեզ։ Չակերտավոր թեկուզ վիրավորվել ու վրթովվել են քեզանից անտեղին։ Ներիր մեզ, Տեր, ներիր մեզ, որովհետև միևնույն է, այն ինչ որ դու խոստացել ես կանես եւ ամեն բան իր ժամանակին կանես, բայց չլինի, երբ որ կատարվի մենք ամոթահար մնանք, որ մեր բերանը զուր բաց ենք արել, Տեր։ Այսօր խնդրում ենք քեզ, քո Սուրբ Հոգով մեզ լուսավորես, մեր կյանքը լուսաբանես, որ մենք պարզապես հասկանանք, դու ամենագետ Աստված ես։ Եթե դու մեզ ոչ ես ասում, ուրեմն դու մի բան գիտես։ Ամեն Տեր, ամեն Եվ պարտադիր չի, որ մենք դա իմանանք, պարտադիր չի, որ մենք դա հասկանանք, որովհետև գաղտնի բաները քոնն են, Տեր, քեզ են պատկանում, Տեր։ Եվ մենք չենք ուզում մեր քիթը մտցնենք քո գաղտնիքների մեջ ու պրպտենք, որ ինչու ոչ, ինչու պարտադիր չեղավ դա իմ կյանքի մեջ, մենք պարզապես հաշտվում ենք քեզ հետ, Տեր։ Այո, Տեր։ Եվ քեզ ասում ենք, այո, Տեր, Հիսուսի անունով, ամեն։ Ամեն, Պարտիրոջը։ Այսօրվանից ինչ-որ բան փոխվեց, վստահ իմ կյանքում էլ եւ մեր ունկնդիրների։ Տեր օրհնի ձեզ, սիրելի բարեկամներ, շնորհակալ ենք, որ մեզ հետ եք։ Վազգեն ջան, շնորհակալ եմ, եղբայր, որքան շուտ գաս, այդքան շատ ավելի ուրախ կլինենք։ Այո, ցանկալի է, քո ներկայությունը ցանկալի է մեզ համար։ Ամենայն սիրով։ Այո, Պարտիրոջը եւ կհանդիպենք վաղ առավոտյան ժամը 9-ին։ Մանրանաթա, Տերը շուտով գալու է։ Աստված բոլորիս հետ։ Ամեն։